Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Ռիտա Մնացականյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո։ Օրվա դարձությունները նախամարոտ։ Ադրբեջանի զինված ուժերը գիշերը կրկին խախտել է հրադադարը, կրակ բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը եւ խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։ Խորհրդանական ճեպազրույցների ժամանակ պատգամավորներն անդրադարձել են վերջին օրերին արձանագրվող կրակոցներին։ Տեղի ունեցել Հայաստան Միացյալ Թագավորություն պաշտպանական հերթական խորհրդակցությունը, որի ավարտին Հայաստանի ԲՆ պաշտպանական քաղաքականության եւ միջազգային գործակցության վարչության պետ ու Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Քրիստոֆեր Քինս ստորագրել են գործակցության 2025-26 թվականների ծրագիրը։ Այսօր ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է վերջին հետազոտության արդյունքները, ինչպիսին է իրավիճակը մեր երկրում, Հայաստանում։ Հունիսի 14-ից 21-ը Հայաստանը կընդունի կիբերանվտանգությանը նվիրված ամենամյա խոշոր միջոցառումը կիբերանվտանգության շաբաթը, որն այս տարի կանցկացվի առավել ընդգրկուն ձևաչափով, համախմբելով պետական կառույցներ, մասնավոր հատված, միջազգային փորձագետներ եւ ակադեմիական հաստատություններ։ Հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ բարերար Միքայել Վարդանյանը Մուրացյան հիվանդանոցային համալիրին նվիրել է նորացնային շտապօգնության 3 մեքենա, նաև արհեստական շնչառության սարքավորումներ եւ ստացիոնար թվային ռենտգենոգրաֆիկ համակարգ։ Այս ամենի ձեռքբերման համար բարերարը տրամադրել է 118 միլիոն դրամ։ Յոլիա ջուրընկերության ջրաշինարարական աշխատանքների շնորհիվ Արմավիրի մարզում ամբողջությամբ քայքայված եւ կորոզիայի ենթարկված ջրամատակարարման ցանցը նորացվում է։ Ներկայում աշխատանքներ են ընթանում նաև Ակնալիչ համայնքում։ Հունիսի 2-ից 3-ը Գորիսում տեղի ունենալու Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացած գործակցության համաժողովը, որին մասնակցելու համար Ֆրանսիայից Հայաստան ժամանող հյուրերի թվում են քաղաքապետներ, մարզային պատվիրակություններ, խորհրդանականներ, ներառյալ Ֆրանսիայի ազգային ժողովի եւ Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահները։ Երկուշաբթի Գորիսում նաև բացվելու է Հայաստանում Ֆրանսիայի պատվո-հյուպատոսական գրասենյակ, պատվո-հյուպատոս Կարմեն Ափունցն է։ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումը մայիսի 35 կեսգիշերին մոտ կրկին կրակ է բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը եւ խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։ Ադրբեջանական կողմին կոչ են կանում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ վերջին օրերին արձանագրված կրակոցներով Բաքուն փորձում է տորպեդահարել խաղաղության գործընթացը։ Ադրբեջանն ուզում է Հայաստանին շեղել խաղաղության օրակարգից, խորհրդանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ընդգծելով, որ չնայած սադրանքներին եւ էսկալացիայի ակնհայտ վտանգին Հայաստանը շարունակում է հետևողականորեն առաջ մղել խաղաղության գործընթացը։ Ադրբեջանը փորձում է Հայաստանին շեղել խաղաղության օրակարգից, անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ արձակված կրակոցներին, խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ նշել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Մենք առաջարկել ենք Ադրբեջանին երկկողմ դիտարկել ուրեմն սահմանային հատվածը տվյալ միջադեպերը քննության առնելու եւ բարձելու ուրեմն թե որ կողմն է այդ միջադեպերը հրահրում եւ այլն եւ ինչպես է դա տեղի ունենում դրանց կանխման ուղղությամբ մենք այս ուղղությամբ շարունակելու ենք աշխատել եւ Հայաստանի Հանրապետությունը ձեր կողմից նաեւ մեկնաբանվող այս սադրանքներին չի տրվելու լրություն վերջում սադրանքներին չի տրվելու եւ ուրեմն շարունակելու է իր քաղաքականությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից։ Նրա խոսքով Հայաստանը բազմիցս արտահայտել է իր պաշտոնական դիրքորոշումը նման միջադեպերի կապակցությամբ։ Նման ուրեմն իրավիճակները նաեւ տեղ-տեղ նպատակ են հետապնդում շեղել Հայաստանի Հանրապետությանը իր օրակարգից, որովհետեւ ուրեմն մենք գնում ենք խաղաղության օրակարգով եւ միջազգային հանրության կողմից էլ ունենք աջակցություն ուղղված այս օրակարգին, հարգելի գործընկեր, եւ Հայաստանի Հանրապետությունը արձագանքում է այնպես, որ կարողանա իր օրակարգերը կարողանա առաջ տանել։ Շնորհակալ եմ։ Սյունիքում ադրբեջանական կրակոցներին ավելի վաղ անդրադարձել էր նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն, ընդգծելով Ադրբեջանը հրաժարվում է ընդունել իր պարտավորությունները այս գործողությունների համար։ Արթուր Հովհաննիսյանն էլ հիշեցրել է նախարարի խոսքը եւ հավելել, որ չնայած էսկալացիայի վտանգը ակնհայտ է, սակայն Հայաստանը վճռական է այն զորոյացնելու եւ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում։ Էսկալացիայի վտանգ մենք չենք կարող չտեսնել, երբ որ կրակում են մեր տների վրա։ Այսինքն մենք հո լուսնի վրա չենք ապրում։ Մեր տների վրա կրակում են, պարզը որ կա էսկալացիայի վտանգ, երբ որ կրակում են մեր տների վրա, բայց ես կրկնում եմ, մենք ամեն բան անելու ենք, որպեսզի էսկալացիայի վտանգը
հավասարեցվի 0-ի եւ կնքվի խաղաղության պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, որը արդեն համաձայնեցվել է։ Հովհաննիսյանը նաև արձագանքել է վերջին օրերին հասարակության մեջ բուռն քննարկումների առարկա դարձած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ուղղված քննադատություններին կապված հայ առաքելական եկեղեցու հասցեին հնչած գնահատականների հետ։ Եվ ես ուզում եմ հստակ հայտարարել հիմա, որ մենք թե եկեղեցական, թե եկեղեցից դուրս գտնվող բոլոր սրբապիղծների դիմակը պատրելու ենք, հերթով, անուն առ ազգանուն, բոլորի դիմակը պատրելու ենք, բոլոր այդ սրբապիղծների, որոնք թաքնվել են սքեմի տակ, այս 7 տարի է, ամենավերջին բառամթերքով, ամենալկտի պահվածքով, կրոնի եւ սրբության հետ կապ չունեցող վարքագծով, թիրախավորում են Հայաստանի Հանրապետության պետականությունն ու հայ ժողովրդին, մենք այդ բոլոր սրբապիղծների դիմակը հերթով պատրելու ենք։ Իսկ խմբակցության անդամ Հերիկնաց Տիգրանյանը վստահեցրել է, որ վարչապետի խոսքը իրականում նպատակ ուներ պաշտպանելու եկեղեցիները։ Վարչապետի խոսքը ուղիղ պաշտպանություն էր մեր եկեղեցիների, այդ եկեղեցիները անեղծ պահելու կոչ էր, բայց ինչու հոգևորականությունը հանկարծ հոգեխանգարմունքի մեջ ընկավ, փոխարենը ողջունելու, որ վարչապետը իրենց մշակութային կոթողները, արժեքները փորձում է ավելի զերծ պահել ամեն տեսակ պղծումից կամ եղծումից եւ փոխարենը կանգնելու վարչապետի կողքին սկսեցին քննադատել։ Ես կարծում եմ, որ սխալ մեկնաբանվել կամ չի ընկալվել վարչապետի խոսքը։ Նշենք, որ մայիսի 29-ին կառավարության նիստում վարչապետը քննադատել էր որոշ շրջանակների հավատքից եւ սրբությունից խոսելու ֆոնին սրբապղծությամբ զբաղվելու վարքագիծը, ինչին արձագանքել էին հայ առաքելական եկեղեցու որոշ բարձրաստիճան հոգևորականներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքը Երևան այցից հետո մեկնել է Բաքու քննարկելու տնտեսական զարգացման եւ տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Հակն արդեն հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը, տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Ադրբեջանի արտգործնախարարությունը նշում է, որ Բայրամովը Հաքին տեղեկացրել է տարածաշրջանում առկա իրավիճակի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի այդ ճանապարհին խոչընդոտների մասին, թե որոնք են այդ խոչընդոտները, հայտարարությունում չի հստակեցվում։ Նշենք, որ Երևան կատարած այցի ընթացքում տեղի են ունեցել Հաքի հանդիպումները ԱԳ-նախարար Արարատ Միրզոյանի եւ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն էլ լուսանկար է հրապարակել Արմեն Գրիգորյան Ջոշ-Հակ հանդիպումից մեջ բերել Հաքի խոսքերը հայ-ամերիկյան ամուր հարաբերությունների մասին զրուցեցի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։ Ակնկալում ենք շարունակել մեր սերտ գործակցությունը տարածաշրջանային բարեկեցությունը, անվտանգությունը խթանելու ուղղությամբ։ Ավելի վաղ Բաքվում կայացել է Բայրամովի հանդիպումը մեկ այլ ամերիկացի պաշտոնյայի ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ սենատոր Սթիվ Դեյնսի հետ։ Բայրամովը սենատորին եւս ասել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի ճանապարհին խոչընդոտներ կան։ Տեղի են ունեցել Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական հերթական խորհրդակցությունները, որի ընթացքում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Արթուր Երոյանը բրիտանացի գործընկերների ներկայացել է Հայաստանի բանակի կերպափոխման գործընթացը, անդրադարձել առաջնահերթ ոլորտներին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը եւ պաշտպանության ոլորտում գործակցությանն առնչվող հարցեր։ Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել հետաքրքրություն ներկայացնող տարբեր ուղղություններով գործակցությունը ընդլայնելու վերաբերյալ։ Խորհրդակցության ավարտին Հայաստանի ՊՆ պաշտպանական քաղաքականության եւ միջազգային գործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը եւ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի քաղաքականության հարցերով տնօրեն Քրիստոֆեր Քին ստորագրել են գործակցության 25-26 թվականների ծրագիրը։ Այլ թեմաներ Վլադիվոստոկում պայթյուններ են որոտացել ծովային հետևակի հրաձգարանի շրջանում։ Պրիմորիեի երկրամասի հակաահաբեկչական հանձնաժողովը հայտնել է անվտանգության համալիր միջոցառումների իրականացման եւ սպառնալիքի չեզոքացման մասին զոհեր եւ ավերածություններ չկան։ Պայթյունները տեղի են ունեցել ռազմական տեխնիկան բեռնաթափելու եւ նավերը բեռնելու վայրում։ Տեղական իշխանությունները հայտնել են, որ պատահարի պատճառ է դարձել պրոպան-բութան խառնուրդով բալոնների բռնկումը։ Միջազգային մյուս լուրերը տեսաշարով։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեռ չի նախատեսում ներկայացուցիչ ուղարկել հաջորդ շաբաթ Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, միաժամանակ ընդգծելով, որ Թրամփը խրախուսում է երկխոսությունը կոչ անելով երկու կողմերին միավորվել եւ ուղիղ բանակցություններ անցկացնել։ Նշվում է, որ Թրամփն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում մտադիր է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լուրջ վերաբերմունքը խաղաղության նկատմամբ, որից էլ կախված կլինի, թե արդյոք Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմից հայտնել են, որ Թուրքիան գալիք շաբաթ Ստամբուլում սպասելու է Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցությունների մասնակից պատվիրակություններին եւ պատրաստ է նրանց անվտանգությունն ապահովել։ Անկարան ակնկալում է, որ նախատեսվող բանակցությունները կնպաստեն կրակի դադարեցմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Թուրքիայի իշխանությունները չեն մեկնաբանել ռուս-ուկրաինական բանակցություններին թուրքական ներկայացուցիչների հնարավոր մասնակցությունը։ Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել մաքսատուրքերի հարցի վերաբերյալ։ Իշիբանն նաև ասել է, որ խոսակցությունը նշանակալից է եղել, քանի որ ավելի են ըմբռնել միմյանց տեսակետները։ Սա նրանց երկրորդ հեռախոսազրույցն է այս ամսվա ընթացքում, նախատեսվում է անցկացնել ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի միջև մաքսատուրքերի շուրջ բանակցությունների 4-րդ փուլը։ Աֆղանստանի ու Պակիստանի միջև ռազմական գործողություններ են սկսվել Վիճելի Բախրամչայի շրջանում, Գիլմենդի արվարձանում։ Պակիստանցի զինվորականների եւ թալիբների միջև բախումները սկսվել են սահմանային անցակետերի կառուցման ֆոնին։ Այս պահին երկու երկրի միջև սահմանը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Իսրայելն ու Պաղեստինյան Համաս շարժումը համաձայնել են 60-օրյա հրադադար հաստատել Գազայի հատվածում։ Հաղորդվում է, որ Մերձավոր Արևելքի գծով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացին արդեն իրազեկել են հրադադարի շուրջ կողմերի ձեռք բերած համաձայնության մասին։ Սպիտակ տունը հաստատել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի հաստատմանը, պայմանավորվածության մանրամասները դեռ չեն հաղորդվում։ Գազայում ստեղծված իրավիճակի հետ կապված մտահոգություն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետը, այնտեղ տառապանքի մակարդակն անտանելի է, անմեղ երեխաներ են ռմբակոծվում։ Սարսափած ենք, քանի որ Իսրայելի գործողությունների հետևանքով ականատես ենք էսկալացիայի, հայտարարել է Քիր Սթարմերը։ Նա նաև կոչ արել հրադադար հաստատել ազատելու Համասի մոտ պահվող գերիներին։ Իսրայելը պետք է թույլ տա, որ մարդասիրական աջակցությունն ավելացվի, չենք կարող թույլ տալ, որ Գազայի ժողովուրդը սովամահ լինի, հավելել է Սթարմերը։ Իրանն ու ԱՄՆ-ն իրականում այնքան էլ մոտ չեն միջուկային խնդրի լուծմանը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ Նախարարը հավելել է, որ Իրանը ձգտում է դիվանագիտական կարգավորման, որը կհամապատասխանի բոլոր կողմերի շահերին, սակայն ըստ նրա նման լուծումը պահանջում է համաձայնագրի մշակում, որը ներառում է Իրանի դեմ պատժամիջոցների վերացում եւ խաղաղ նպատակներով ուրանի հարստացման թույլտվություն։ Կանադայի արևմտյան մի քանի նահանգներում անտառային հրդեհներ են մոլեգնում ուժգին քամիների, չոր եղանակային պայմանների եւ բարձր ջերմաստիճանի պատճառով կրակը շատ արագ է տարածվում, բարդացնելով հրշեջների աշխատանքը։ Սասկաչևանի նահանգում հրդեհների պատճառով 30 օրով արտակարգ դրություն է հայտարարվել, հազարավոր մարդիկ տարհանվել են։ Հարևան Ալբերտայի նահանգում եւս անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր բնակիչների պարտադիր տարհանման հրահանգ է տրվել։ CNN-ը նշում է, որ Կանադայում մոլեգնող անտառային հրդեհների վտանգավոր ծուխը սկսում է հասնել Միացյալ Նահանգներ։ Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում ծխախոտի օգտագործումը եւ դրա հետևանքով առաջացած հիվանդացության եւ մահացության բարձր ցուցանիշները առողջապահական եւ տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտության համաձայն ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունները մահվան երկրորդ ամենատարածված պատճառն են։ Աշխարհում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդություններից մահանում է մարդ։ Այսօր ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Ամեն տարի մայիսի 31-ին նշվում է առանց ծխախոտի համաշխարհային օրը, որը առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սահմանել է 1987 թվականին հանրության ուշադրությունը ծխախոտի մահացու հետևանքների վրա հրավիրելու համար։ Ծխախոտը հանրային առողջության լուրջ սպառնալիքներից է։ Ամեն տարի ավելի քան 8 միլիոն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով։ Նրանցից ավելի քան 7 միլիոնը ծխախոտ օգտագործողներ եւ նախկին օգտագործողներ են։ Ավելի քան 1.2 միլիոնը չծխողներ, որոնք ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը։ Մարդիկ պետք է տեղեկացված լինեն ծխախոտի օգտագործման հետևանքների մասին։ Այս ճարիքի օգտագործումից քաղաքացիների մոտ կարող է առաջանալ ավելի քան 20 տեսակի քաղցկեղ։ Ցավոք աշխարհում գրանցվել է ծխախոտային արտադրատեսակների ու դրանց փոխարինիչների օգտագործման աճ։ Ավելի քան 37 միլիոն 13-ից 15 տարեկան պատանիներ ներկայում ծխախոտ են օգտագործում։ Սա շատ մտահոգիչ ցուցանիշ է։ Նրանք հիմնականում դրանց մասին տեղեկանում են սոցիալական ցանցերից, որտեղ նրանց են ներկայացվում համային տարբեր հավելումներով ծխախոտային արտադրատեսակներ, որոնք սակայն պակաս վտանգավոր չեն մյուսներից։
Ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված Հայաստանում ամեն տարի հիվանդություններից մահանում է ավելի քան 5500 բնակիչ։ Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների բոլոր տեսակները վնասակար են առողջության համար։ Չկա դրանց անվնաս չափաբաժին։ Տենդենսները այնպիսին են, որ նորարարական ծխախոտային ապրանքան տեսակները, ինչպես տաքացվող միջոցով օգտագործվողը կամ էլեկտրոնային սիգարետները կամ այլ նիկոտին պարունակող ապրանքատեսակները, իրենք շատ ուժեղ ձևի սկսում են թափանցել մեր շուկա, թափանցում են ոչ միայն շուկա, այլ նաև ձեռք բերում են նոր սպառողներ։ Պետք է ասեմ, որ իրականում վիճակագրությունը ցույց է տալի, որ մեր մոտ ոչ թե օգտագործումն է բարձրանում, մեր մոտ օգտագործումը օրենքից հետո մնացել է հարաբերական կայուն, մի փոքր նույնիսկ նվազեցումել է արձանագրում, բայց այստեղ խնդիրը նրանում է, որ փոխվում է պրոֆիլը օգտագործման։ Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին օրենքի համաձայն արգելվում են ծխախոտի օգտագործումը բոլոր փակ եւ որոշ բաց հանրային վայրերում, այդ թվում առողջապահական, կրթական, մշակույթի հաստատություններում, հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, փակ եւ բաց սննդի օբյեկտներում։ Օրենքը միտված է ներկա եւ ապագա սերունդներին առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցությունից պաշտպանելուն, նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների դրանց փոխարինիչների օգտագործումը որպես անառողջ եւ մերժելի վարքագիծ արմատավորելուն։ Առողջապահության նախարարության կողմից մշակվել է բջջային հավելված, որը միտված է օրենքի դրույթների խախտումների արձանագրմանը։ Հավելվածը ունի տարբեր դարաններ, բացի նրանից, որ հենց խախտումների դարանները կան, արձանագրման, կա տեղեկատվության դարաններ, ապա սկզբից քաղաքացին կարող է ծանոթանալ օրենքի դրույթներին, դրան վերաբերող արդեն յուրաքանչյուր դրույթի դեպքում ինչպիսի տույժ է սահմանված, բացի դրանից ծխախոտային արտադրատեսակների վնասակարությունների մասին, բացի ծխախոտային նաև իհարկե նորարարական էլեկտրոնային ծխախոտի վերաբերյալ տարբեր արտադրատեսակների վնասակարության մասին կարող են ծանոթանալ, իմանալ թեժգծի գործման մասին, թեժգծի նկատի ունեմ ծխախոտային արտադրատեսակների դադարեցման ուղղված խորհրդատվության ոնց որ ծառայությունը, կարող են ծանոթանալ այդ ամենին, տեղեկատվական բնույթ էլ ունի։ Ծխախոտի օգտագործման օրենքի խախտման վերաբերյալ տվյալները հավաքագրվում են գերատեսչության կողմից եւ ներկայացվում համապատասխան վերահսկողության մարմին։ Դա լինի առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը կամ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կամ ոստիկանությունը։ Ընդ որում ոստիկանության տեսակետից տվյալները հավաքագրվելու են ավտոմատացված կերպով եւ ներկայացվելու են իրենց, եթե մեկ վայրում 3-ից ավել խախտում հայտնաբերվի որոշ ժամանակահատվածի ընթացքում։ Սա ազդակ կլինի վերահսկողություն իրականացնող մարմիններին հասկանալու, թե որտեղ են խախտվում օրենքի դրույթները եւ ինչպես է հնարավոր կանխարգելիչ գործողությունների դիմել այդ վայրերում։ Հավելվածի օգտագործմանը զուգահեռ մասնագետները հորդորում են համախմբվել եւ կյանքեր փրկել։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Հունիսի 14-ից 21-ը Հայաստանը կընդունի կիբերանվտանգությանը նվիրված ամենամյա խոշոր միջոցառումը՝ կիբերանվտանգության շաբաթը, որն այս տարի կանցկացվի առավել ընդգրկուն ձևաչափով, համախմբելով պետական կառույցներ, մասնավոր հատված, միջազգային փորձագետներ եւ ակադեմիական հաստատություններ։ Հունիսի 14-ին կսկսվի արդեն ավանդական դարձած կիբերանվտանգության շաբաթը, որի շրջանակում տեղի կունենան մասնագիտական դասընթացներ, կոնֆերանսներ, սիմուլյացիոն վարժանքներ եւ հանրային իրազեկման միջոցառումներ։ Այս տարի ակնկալվում է մասնակիցների թվի կտրուկ ավելացում, հատկապես ուսանողների շրջանում։ Միջոցառման շրջանակները եւ նպատակները ներկայացվեցին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանն ընդգծեց միջոցառման կարեւորությունը։ Երկու կարևորագույն խնդիր է լուծում այս միջոցառումը եւ ինչքան երկար լինի, այնքան լավ եւ նաեւ ամեն տարի նույն ժամանակահատվածում պահելը միջոցառումը նաեւ թույլ է տալիս, որ շատ ավելի մեծ մասնակցություն ունենանք, մարդիկ երկար ժամանակ են ունենում պատրաստվելու եւ այս միջոցառմանը մասնակցելու համար։ Իրազեկումն է առաջինը, թե աշխարհի ինչ ուղղությամբ է գնում, ինչ ռիսկեր կան եւ մենք ոնց պետք է դրան դիրքավորվենք։ Երկրորդը կարողությունների զարգացումն է եւ ուրախ եմ, որ այս տարի
ունենալու ենք տարբեր վարժություններ եւ միջոցառումներ, որոնք ուղղված են հենց կարողությունների զարգացմանը։ Նրա խոսքով միջոցառման միջազգային մակարդակը տարեստարի բարձրանում է եւ այժմ արդեն կարելի է խոսել ոչ միայն օրացույցային միջոցառման, այլև ոլորտի զարգացման ռազմավարական գործիքի մասին։ Կենտրոնական բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կիբերանվտանգության տնօրեն Կոմիտաս Ստեփանյանն էլ ընդգծել է ֆինանսական համակարգի խոցելիության առանձնահատուկ կարեւորությունը, նշելով. Ֆինանսական հատվածը մնում է կիբերհարձակումների հիմնական թիրախներից մեկը, որովհետև հակերները փորձում են իրենց վատ մտքերը կիրառել եւ եթե բարձ ասեմ փող գողանալ։ Այս առումով ֆինանսական հատվածի ներգրավությունը շատ կարևոր է։ Նշեմ, որ այս տարի մեր միջոցառմանը ֆինանսական հատվածից արդեն գրանցված ունենք մոտ 100 մասնակից, թեև դեռ գրանցումը ուժի մեջ է, ունեն գրանցված մասնակիցներ աշխարհի տարբեր երկրների կենտրոնական բանկերից եւ բավականին մեծ հետաքրքրություն կա։ Նրա խոսքով Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ կիբերանվտանգության մասնագետները կարող են գործակցել ու փոխանակել գիտելիքներ։ Access ընկերության տեղեկատվական անվտանգության ղեկավար Ռուբեն Մուրադյանն էլ նշել է, որ վերջին տարիներին ուսանողների ներգրավվածությունն աճել է, ինչը խոսում է հետաքրքրվածության բարձրացման եւ կադրային խնդիրների լուծման ուղղությամբ քայլերի մասին։ Բոլորին հրավիրում ենք։ Առաջինը բոլոր մասնագետներին, լինեն դա սկսնակ թե փորձառու, ներկայացնեն կազմակերպություններ, աշխատեն առանձին որպես անկախ մասնագետներ։ Մենք բոլորին հրավիրում ենք։ Եկեք, միացեք ու ինչքան ուժ ունեք այդ համակարգերը քլնգեք, որովհետև այն գործը, որը մենք ուզում ենք, որ անի մեր համայնքը, մեր թիմը, մեր քաղաքացիները, այդ գործը հենց հիմա անում են մեր ողերին բարեկամները ու հարևանները, հա։ Մենք պետք է հասկանանք, որ եթե մենք մերը չմաքրեցինք, իրանք այդ օգտագործելու են ի վնաս մեզ։ Microsoft Ինովացիոն կենտրոնի Սայբոնյան նախագծի ղեկավար Մարի Բարսեղյանի կարծիքով շատ կարևոր են նաև տեխնիկական սեմինարներն ու պրակտիկ վարժանքները, եւ այս տարի եւս կիրականացվեն հարցակում պաշտպանություն սիմուլյացիաներ, որոնք հնարավորություն են տալիս մասնագետներին գործնականում փորձարկելու իրենց հմտությունները։ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալբան Նաոզին էլ կարևորել է համալսարանի ներառումը ծրագրի կազմակերպչական կազմում, շեշտելով ակադեմիական գործակցության անհրաժեշտությունը։ Մեր համալսարանում առաջնահերթություն են կիբերանվտանգությունն ու արհեստական բանականությունը։ Ուստի կարևորում ենք մեր ուսանողների շփումը ոլորտի միջազգային առաջատարների հետ, քանի որ դա հնարավորություն է տալիս ցանցային կապեր ստեղծել եւ կատարելագործել հմտությունները պրակտիկ փորձով։ Կիբերանվտանգության շաբաթը ներառելու է ոչ միայն համաժողովներ, այլ կրթական ծրագրեր, հեքեթոններ, տեխնիկական մրցույթներ եւ իրական համակարգերի խոցելիության վերահսկման միջոցառումներ։ Բանախոսները նաեւ կոչ արեցին մասնավոր հատվածին ավելի ակտիվ ներգրավվել գործընթացներին, իսկ ուսանողներին բաց չթողնել ոլորտի լավագույն փորձագետների հետ աշխատելու բացառիկ հնարավորությունը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ բարերար Միքայել Վարդանյանը Մուրացան հիվանդանոցային համալիրի նվիրել է նորածնային շտապօգնության 3 մեքենա, վերազինված անհրաժեշտ գերժամանակակից բոլոր սարքավորումներով, նաև արհեստական շնչառության սարքավորումներ եւ ստացիոնար թվային ռենտգենոգրաֆիկ համակարգ։ Նորագույն սարքավորումներով հիվանդանոցը համալրելու շնորհիվ հնարավոր կլինի բուժման գործընթացը կատարելագործել եւ արդիականացնել նշված սարքավորումների եւ նորածնային 3 ամենագնաց ռեանիմոբիլի ձեռքբերման համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 118 միլիոն դրամ։ Սրանք գյուվեզներ են տրանսպորտային, որոնք նախապես տաքացում են, որպեսզի նորածինը ավելի տաք ու ապահով տեղափոխվի հիվանդանոց։ Բուժքրոջ ձեռքին այն սարքն ու հարմարանքն է, որով երբեմն մի քանի 100 գրամ քաշ ունեցող անհաս ծնված փոքրիկները կյանքը փրկելու ցուցումով մարզային հիվանդանոցներից տեղափոխվում են մայրաքաղաք։ Միայն վերջին 7-ից 8 տարվա ընթացքում հիվանդանոցի շտապօգնության ծառայությունն ավելի քան 5000 նորածին է տեղափոխել Երևան։ Նրանց 96%-ի կյանքը հաջողվել է փրկել։ Մեքենաները աշխատում են կլոր տարի ցանկացած եղանակային պայմաններում եւ մեքենաները իրենք են շատ բարձրորակ։ Շատ հաճախ փակ ճանապարհներով, երբ որ MЧS-ը հայտարարում է, որ ճանապարհները փակ են, մեր բրիգադները անցել են։ Անհաղթահարելի ճանապարհներն ապագայում ավելի հեշտությամբ հաղթահարելու եւ նորածինների կյանքը փրկելու դժվարին գործը ավարտին հասցնելու համար բարերար Միքայել Վարդանյանը համալրեց հիվանդանոցի շտապօգնության մեքենաների թիվը։ Սյունիքի մարզից մինչև Տավուշ, Մուրացան համալսարանական հիվանդանոցի բակում կայանած այս 3 մեքենաներն այսուհետև առողջական տարբեր խնդիրներ ունեցող նորածիններին հանրապետության տարբեր մարզերից շտապ կարգով կտեղափոխեն հիվանդանոց։ Մեքենաներն ամբողջությամբ կահավորված
կառուցված եւ վերազինված են գերժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով։ Տպավորիչ ասելու համար սրանք փոքր վերակենդանացման բաժանմունքներ են, պարտադիր իր բարձր որակավորման բժշկով, պարտադիր իր բարձր որակավորման բուժքույրով, անհրաժեշտ սարքավորումներով։ Անհրաժեշտ է լինում ճանապարհին թթվածին ստանան նորածինը պարտադիր, երակայիններ են պարտադիր պետք, գլուկոզա է ստանում։ Հիվանդանոց հասցնելուն պես փոքրիկները հայտնվում են մանկական եւ նորածնային վերակենդանացման բաժանմունքում։ Արհեստական շնչառության սարքերն առաջինն են օգնության հասնում փրկելու նորածնային կյանքերը։ Բարերարի աջակցությամբ սարքերի թիվն ավելացավ եւս 2-ով։ Արհեստական շնչառության սարքերը շատ մեծ աջակցություն են, իրանք շվեյցարական սարքեր են, շատ հայտնի ֆիրմայի։ Ռենտգեն ծառայությունը տարեկան 30,000 հետազոտություն է իրականացնում։ 15 տարի առաջ ձեռք բերված սարքն արդեն հին էր։ Հիվանդանոցը թվային ռենտգենոգրաֆիկ նոր համակարգի կարիք ուներ։ Նվիրատվության շնորհիվ բժիշկները կկարողանան հետազոտության առավել ճշգրիտ պատկեր ստանալ։ Համալրվելով նոր ռենտգեն սարքով մենք կկարողանանք ավելի արագ ու ճշգրիտ կատարել հետազոտություն եւ տալ համապատասխան բարձրորակ ախտորոշում։ Այս սարքը եւ հնարավորություն է բժշկի համար եւ հանգստություն է ծնողի համար։ Այսօր նորացվեց պարկը, մեքենաների դուք տեսաք, այսօր նորացվեց նաեւ շնչառական ապարատների, այդ որոնք որ ոչ միայն բարձրորակ են ռեանիմացիայում, այլ նրանք մոբիլ են եւ կարող են տեղակայվել ոչ միայն մեքենայում, այլ ինքնաթիռում, օրինակ Միքայել Վարդանյանի իրականացրած գործողությունները կարծում եմ աստվածահաճո եւ ամենաբարձր բարոյականության դրսևորումներից մեկն է։ Բժշկական սարքավորումներն ու նորածնային շտապօգնության մեքենաները նվեր են Մուրացյան հիվանդանոցային համալիրին, սակայն ծրագիրը հանրապետական նշանակության է։ Սարքերի եւ ռեանիմոբիլների ծառայություններից առավելապես կօգտվեն հանրապետության բոլոր մարզերում բնակվողները։ Նվիրաբերած սարքավորումների եւ շտապօգնության 3 մեքենայի համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 118 միլիոն դրամ։ Վեոլիա ջուր ընկերության ջրաշինարարական աշխատանքների շնորհիվ Արմավիրի մարզում ամբողջությամբ քայքայված ու կորոզիայի ենթարկված ջրամատակարարման ցանցը նորացվում է։ Վեոլիա ջուր ընկերությունն իր սեփական ուժերով մարզի տարբեր բնակավայրերում, այդ թվում Ակնալիճում իրականացնում է ջրագծերի կառուցում ու վերակառուցում։ Արմավիրի մարզի Ակնալիչ համայնքի ջրագծերից մեկն է։ 25 տարի առաջ կառուցված Պողպատի այս ջրագիծն այսօր արդեն ամբողջովին քայքայված է եւ շահագործման համար ոչ պիտանի։ Հնամաշ ու կորոզիայի ենթարկված այս խողովակը մեկն է հազարավոր այն ջրագծերից, որոնք որպես ժառանգություն ստացել է Վեոլիա ջուր ընկերությունը։ Սակայն Վեոլիա թիմը ստանձնելով Հայաստանի ջրամատակարարման համակարգի սպասարկումը ամենօրյա աշխատանք է տանում, մի կողմից վերացնելով վթարները, մյուս կողմից իրականացնում ջրաշինարարական մեծածավալ աշխատանքներ, որով խնդիրներին ոչ թե ժամանակավոր լուծումներ են տրվում, այլև ապագայի համար կայուն եւ հուսալի համակարգ ստեղծում։ Այս անգամ ընկերությունը սեփական ուժերով Ակնալիչ համայնքում Ակնալճի պոմպակայանից մինչև ջրաճնշման աշտարակ հատվածի եւ Մաշտոցի փողոցի ջրագծերն է վերակառուցում։ Ակնալիչ համայնքում ընկերությունը վերակառուցում է 2 կիլոմետր երկարությամբ 75-ից 160 մմ տրամագծով պոլիէթիլենե խողովակաշար, որը սպասարկում է 30 բաժանորդի։ Նախատեսվում է աշխատանքների արդյունքում տնտեսել վայրկյանում 2 լիտր ջուր, բարելավել ջրի որակը, հուսալիորեն կառավարել բաշխիչ ցանցն ու նվազեցնել շահագործման ծախսերը։ Մոտ 200 գծամետր գրունտը քարքարոտ ամբողջությամբ մեքենայով տեղափոխել ենք դաշտերը, դրա փոխարեն բերել ենք փափուկ գրունտ ու միաժամանակ բերել ենք ներքևում կտեսնենք ավազ, որպեսզի խրամուղու տակը ավազային բարձի կպատրաստենք, խողովակը տեղադրենք, ծածկենք, հետո փափուկ գրունտով
խրամուղին ետլիս կանենք։ Վիոլիա ջուրընկերության Արմավիրի շահագործման տեղամասի պետի խոսքով այս ջրագծերի սպասարկման դժվարությունն այն է, որ գրունտով պայմանավորված հաճախակի են լինում գաղտնի վթարները։ Հենց մեր նկարահանման պահին էլ ընկերության գոտեավորման մասնագետները նույն ջրագծի մեկ այլ հատվածում իրենց տեխնիկաներով գաղտնի վթար էին փնտրում։ Վթարները հիմնականում այս մասում լինում են գաղտնի մոտ 80-90%-ը, այս պահին էլ նշված գծի շարունակությունը մինչև ջրաճշտման աշտարակ, որ պետք է 75 մմ տրամագծով պոլիէթիլենային խողովակով փոխարինենք, ունեն գաղտնի վթար, հրավիրել ենք մեր գոտեավորման աշխատակիցներին հենց այս պահին, մոտ 2.5-3 լիտր վարկյան ջուր կորուստ ունենք, միաժամանակ այդ վթարը հայտնաբերելու համար։ Ընդհանուր այս մեր կատարած աշխատանքներից հետո մոտ 1.5-2 լիտր ամենակիչը ջուր կտնտեսվի, իսկ ընդհանուր 4-6-4-8 կիլոմետր պկածոյով անելուց հետո 4-5 լիտր վարկյան ամենակիչը նորից ջրի տնտեսում կլինի։ Ինչպես հայաստանյան այլ բնակավայրերում, Ակնալիչ համայնքում եւս ջրամատակարարման խնդիրը սրվում է հատկապես գարնանն ու ամռանը, երբ ոռոգման շրջանով պայմանավորված սպառողները խմելու ջուրն օգտագործում են այլ նպատակներով։ Այստեղ գրեթե 100% իրենց բակերում ունեն սացիլներ են աճեցնում եւ 99% ջրում են մեր տրված խմելու ջուրով, որը այդ ամառվա սեզոնին, այսինքն ոռոգման սեզոնին մինչև խորաշուն ագին դժվարացնում է ջրամատակարարումը։ Արմավիր շահագործման տեղամասը խրամուղու փորման աշխատանքներին զուգահեռ նաև նոր պոլիէթիլենե խողովակաշարն է մոնտաժում։ Նախատեսում են աշխատանքներն ավարտել մոտ 10 օրից։ Սա Արմավիր շահագործման տեղամասի այս տարվա թվով 4-րդ մեծածավալ գործն է։ Տեղամասի հաջորդ հասցեն Միասնիկյան գյուղն է։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Թողարկման ավարտին ծանոթացեք նաև եղանակային կանխատեսումներին։ Հաջողություն։ Ցտեսություն։